A, Y, E, Z, E, N. H, Y, Z. H, Y, N. Ես յակի գիտեմ, որ դուք ֆրանկաֆոն եք և վայնում դերապետում եք նաև անգլերեն և ռուսերեն եվանյան բարբարներին։ Բայց իմ հարցը հայերեն էր, որպեսզի դուք ասեք, թե մեր սահմանադրության և օրենքների որ դրույթների հիման վրա եք մշակում ձեր ծրագրերը և ով է ձեզ իրավունք տվել կործանելու հայկական պետականությունը և ով է իրավունք տվել ձեզ համարակալելու մեր պետությունը, որը համար չունի, այլ ունի անուն։ Այդ անվանումը Հայաստանի Հանրապետություն, մեր պետությունը ստացել է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով, որը այս տարի նաև պետական խորհրդանիշների տոն է, որի կապակցությամբ դուք ոնց որ նույնիսկ համարձակություն չունեցաք ուղերձելու։ Սահմանադրությունը վարչապետին տալիս է լիազորություն սահմանել կառավարության գործունեության հիմնական ուղղությունները։ Եվ եթե տրամաբանության, ուրեմն նախ դուք պետք է ասեք, թե նախորդի շրջանում սահմանադրության որ կետի համաձայն է օգտագործվել երրորդ հանրապետություն խոսքը։ Այդ թվում դուք, այդ թվում ձեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այդ սահմանադրության այդ որ կետով, եթե որևէ քաղաքական կուսակցություն կամ որևէ պատգամավոր ունի իրավունք Հայաստանի Հանրապետությունը երրորդ հանրապետություն անվանել, առավել ևս վարչապետը եւ կառավարող մեծամասնությունը, որը ժողովրդից մանդատացված է, իրավունք ունի չորրորդ հանրապետություն անվանել։ Այսինքն, այս այն դեպքն է, որ ասում է ձեր աչքի գերանը չեք տեսնում, ուրիշի աչքի փուսն եք տեսնում։ Երբ որ կպարզաբանեն երրորդ հանրապետություն, ես էլ եմ օգտագործել միջալով։ Ձեր դա մեր քաղաքական խոսույթի սովորական մասն է։ Գնանք այդ պարզաբանենք, հետո կասնենք